Հայաստանում կանանց շրջանում ամենատարածված է կրծքագեղձի քաղցկեղն է, ինչը համընկնում է համաշխարհային միտումների հետ։ Տղամարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպողը թոքի քաղցկեղն է, որ մեծապես կապված է ծխախոտի օգտագործման հետ։ Սա էպիզոդների մի ամբողջ սերիայի ընթացք է, երբ առողջ բջիջները ԴՆԹ մուտացիաների արդյունքում սկսում են անկառավարելիորեն բազմացնել ու դարձնել ուռուցք։ Աշխարհում ամեն տարի շուրջ 20 միլիոն մարդ քաղցկեղի ախտորոշում է ունենում։ Այս ամենին զուգահեռ ամբողջ աշխարհում զարգանում է բժշկությունն ու հայտնաբերում են քաղցկեղի բուժման նոր մեթոդներ։ Հայաստանում տարեկան միջինը ախտորոշվում է քաղցկեղի շուրջ 8500 նոր դեպք, ըստ Հայաստանի առողջապահության նախարարության։ Հայաստանում իրականացվում են նաև սկրինինգային ծրագրեր՝ վաղ հայտնաբերելու, մասնավորապես կրծքագեղձի, արգանդի պարանոցի և կոլորեկտալ քաղցկեղները։ Այս հիվանդության առնվազն 40-ից 60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սկրինինգն է։ Մենք ներդրել եւ ընդլայնում ենք սկրինինգային ծրագրերը կանխելու կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի պարանոցի քաղցկեղը, կոլորեկտալ քաղցկեղը։ Սկրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ են, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում քաղցկեղի դեպքերի շուրջ 1/3-ը կարելի է կանխարգելել, եթե նվազեցվեն հայտնի ռիսկ ֆակտորները՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, անառողջ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը եւ բնապահպանական աղտոտվածությունը։ Բացի այդ, որոշ չարորակ ուռուցքներ կապված են վարակների հետ, օրինակ հուման պապիլոմավիրուսը եւ հեպատիտ վարակները, որոնք են Հայաստանում հատկապես վերջին տարիների քաղցկեղի տարածման հիմնական պատճառը։ Պարզաբանելով, որ վերջին տարիների հաշվարկներով Հայաստանում տարին մոտ 7700-ից 8000 նոր քաղցկեղի դեպք է գրանցվում։ Իսկ դեպքերի թիվը աճում է ինչպես ավելի լավ ախտորոշման, այնպես էլ ռիսկ ֆակտորների տարածման պատճառով։ Հայաստանում ըստ ինձ ամենակարևորագույն պատճառներից մեկը դա օր-օրի վատացող օդի վիճակն է, օդի աղտոտվածությունը, ինչպես նաև ծննդի հետ պայմանավորված գործոնը, որովհետև չկա վերահսկողություն, էկոլոգիապես մաքուր ծննդի հետ կապված, այսինքն մեկ խոսքով ասած Հայաստանում մենք չգիտենք ինչ ենք ուտում եւ ինչ ենք շնչում։ Այսպիսով քաղցկեղը շարունակում է մնալ առողջության լուրջ մարտահրավեր։ Դրա դեմ պայքարը ըստ մասնագետների յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունն է։ Ճիշտ ապրելակերպով եւ պարբերական զննմամբ շատ դեպքեր հնարավոր է կանխարգելել կամ հաջող բուժել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։